Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երբ հետևում եմ ընդրաշավին և դրա շուրջ ծավալվող քննարկումներին, տեսնում ես, որ քաղաքական մեկնաբանները, ոչ բոլորը, բայց կարելի ասել բավական մեծ խումբ մեկնաբաններ, Հայաստանի քաղաքական դաշտը երկու մեծ խմբերի են բաժանում՝ ռուսամետներ և եվրոպամետներ։ Այս հարցում փորձեն մեծին տեսակետները հայտնել։ Մեծ հաշվով, այո, Հայաստանի քաղաքական դաշտը կարելի է երկու մեծ խմբերի բաժանել, բայց դրանք ոչ ռուսամետներ պետք է անվանել, ոչ էլ եվրոպամետներ։ Մի կողմում կան, և դրանք հիմնական դերակատար ընդդիմադիր ուժերն են, որոնք շատ իրավաճ մոտեցում ունեն իրավիճակին, աշխարհակաղակական զարգացումների նկատմամբ, ճիշտ են կարողանում գնահատել իրավիճակը, կարողանում են ճիշտ կողմնորոշվել նաև Հայաստանի ազգային շահերի առումով և համապատասխան ծրագրեր են ներկայացնում այդ շահերի հետապնդման համար։ Սրանց կարելի անվանել հայաստանամետ, հայամետ քաղաքական ուժեր։ Մյուս կողմում կան այն քաղաքական ուժերը, որոնք անվանվում են եվրոպամետներ, դրանք հիմնականում իմ կարծիքով հակառուսական քաղաքական ուժեր են, և այդ հակառուսականությունն էլ իր շերտավորումները ունի։ Այդ մեծ խումբը կարելի է մի քանի շերտերի բաժանել՝ հակառուսներ, ռուսոֆոբներ և ռուսատյացներ։ Իրոք կան քաղաքական ուժեր, որ ուղղակի ռուսներին չեն ընդունում, չեն վստահում, կան քաղաքական ուժեր, որոնք ռուսներից վախենում են ուղղակի, և կան քաղաքական ուժեր, որ ուղղակի ռուսներին ատում են։ Այնպես որ այդ երեք ենթաուղղությունները կան այդ մեծ խմբի մեջ։ Եվ այս բոլորը հակառուսականությունը այդ երեք խմբերի փորձ է արվում ներկայացնել, արտահայտել եվրոպամետ պիտակի ներքո։ Բայց իրականության մեջ այդպես չէ և չի կարող լինել։ Նայեք, որպեսզի Հայաստանում եվրոպամետ քաղաքական հոսանք լինի, պետք է եվրոպական կողմից այդ հոսանքը ընդունող, իր մեջ ներմուծող, ընկալող ինչ-որ կառույց կամ գործիքակազմ պետք է լինի։ Եվրոպական այսօր երկու հիմնական կառույց կա, որի հետ Հայաստանը առնչություն ունի և կարող է ունենալ։ Մեկը Եվրոպայի խորհուրդն է, որին արդեն Հայաստանը անդամակցել է 2000 թվականների սկզբներին, մյուսը Եվրամիությունն է։ Այնտեղ էլ այն ինչ որ արվել, արդեն արվել է։ Մեր ժամանակները դրանից առաջ եղել է արևելյան հարևանության ծրագիրը, որին Հայաստանը միացել է, դրանից հետո ստորագրվել է ՍԵՊԱ-ն, որը հիմնականում ուրվագծել է հարաբերությունների այդ ամբողջ բովանդակությունը։ Դրանից այն կողմ այսօր այլ գործիքակազմ Եվրամիությունը չի դրել սեղանի վրա Հայաստանի նման երկրներին առավել խորապես ներգրավելու իրենց հետ հարաբերություններում։ Այնպես որ այն ինչ որ կա Եվրամիության հետ եվրոպական ուղղությամբ, արդեն նախկինում արվել է և այսօր դա է, որ փորձ է արվում շարունակել։ Նորություն այնտեղ ուղղակի չկա։ Ավելին, այդ ուղղություններով Հայաստանը այս տարիների ընթացքում միայն հետքայլ է արել, դեգրադացիա է ապրել։ Այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ազնիվ ու անկեղծ հարաբերություններ չեն։ Նախկինում իսկապես այդպես է եղել, շատ բաց, թափանցիկ, իրար հետ անկեղծորեն երկխոսության մեջ ենք եղել, և իրոք տարիներով այդպես է եղել։ Այսօր հետին նպատակներ կան երկու կողմից էլ։ Փաշինյանի կողմից իր աթոռը վայելու նպատակը կա միայն ու միայն։ Եվրամիության կողմից Փաշինյանին, Հայաստանին օգտագործելու, հակառուսական քաղաքականություն տանելու միտումը կա։ Նման հետին նպատակներով հարաբերություններում չեն կարող երկխոսությունները լինեն բաց, թափանցիկ և անկեղծ։ Այստեղ ակնհայտորեն երկու կողմերն էլ փորձում է շահարկել մյուս կողմին, և սա միայն ու միայն փաստական հետևանքներ կարող է ունենալ բոլոր առումներով։ Իսկապես այսօր Փաշինյանը գիտեք ուղղակի կորսված է քաղաքական դիվանագիտական առումով,
Փաշինյանը, ես միշտ էլ ասել եմ առաջի օրվանից էլ դիվանագիտությունից շատ հեռու մարդ է եղել, հավատացեք այս հարցում 17 տարի, դրանից հետո էլ քաղաքական դիվանագիտական փորձ ունեցող մարդուց հավատացեք ու լսեք, Փաշինյանը գաղ չունի դիվանագիտության հետ, եւ դիվանագիտությունը այսօր մեր պաշտպանության առաջի գիծն է, որովհետեւ դիվանագիտական քաղաքական առումով Փաշինյանը առաջի օրվանից էլ անմեղսունակ է եղել, մեր ժողովրդի գլխին մեծ արհավիկներ են եղել, մենք Արցախ ենք կորցրել դրա պատճառով, մենք զոհեր ենք տվել դրա պատճառով, Արցախը դատարկել նվիրենք Ադրբեջանին դրա պատճառով, Ադրբեջանը այսօր մխրճվել է Հայաստանի դրա պատճառով, եւ եթե Փաշինյանը ինչ որ ձևով փորձի եւ կարողանա իրեն վերադարձի, այս բոլորը շարունակվելու է, որովհետեւ Փաշինյանը նույն դիվանագիտական անմեղսունակ անձնավորությունն է, բան չի սովորել եւ մենք շարունակելու ենք տարածքային կորուստներ ունենալ Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիան է փոխելու ժամանակի ընթացքում սողացող իսկապես այս արևմտյան Ադրբեջանի զրակիրը իրականացվելու է եթե այս տենդենսները շարունակվեն եւ մենք այո ինչ որտեղ Փաշինյանի այս անկորդության, անմեղսունակության արդյունքում այ բادرազմի սվառնալիքի առաջ ենք կանգնելու։ Բայց այս բոլորը իսկապես կարելի է կանգնացնել եւ մենք այդ հնարավորությունը ունենք հունիսի 7-ին գնալ քվեարկելով այն քաղաքական ուժերին, որոնք իրոք կարողանում են ինչպես ես ասացի Հայաստանամետ քաղաքականություն բարել, նրանց ծրագրեր միատ նայեք, եւ արտաքին քաղաքական, եւ անվտանգության, եւ սոցիալական, եւ տնտեսական, իսկապես հնարավորություն է տալիս, որ նրանց համախումբ աշխատանքով մենք կարողանանք վեճ տալ այս բոլորին, գասեցնենք այս անկումը, մեր ժողովրդի այս նվաստացումը, մենք մեր մեջքը ուղենք եւ կարողանանք զարգացնել մեր երկիրը եւ ժողովրդին տանք անվտանգ ապահով եւ բարգավաճ երկիր ունենք դրա հնարավորությունը